Այս րոպեներին հանրային ռադիոյի բակում ջերմ ու տոնական տրամադրություն է։ Այստեղ են մարդիկ, որոնք ստեղծել են ռադիոյի պատմությունը եւ որոնք այս կամ այն կերպ առնչվել են այդ պատմությանը կամ պարզապես սիրում են ռադիո։ Տոնական համերգով մեկնարկում են հայկական ռադիոյի 100-ամյակի միջոցառումները։ Մեկ դար եթերում խորագրի ներքո կանցկացվեն համերգներ 4 մարզի 8 համայնքի համերգասրահներում հանրային ռադիոյի երաժշտական համույթների կատարմամբ։ Սիրելի ունկնդիրներ, մեր տոնական միջոցառման մասնակիցը կարող եք դառնալ դուք, հետևելով ուղիղ հեռարձակմանը։ Երևանն է խոսում։ Դուք լսում եք Հայաստանի հանրային ռադիոն։ Հանրային ռադիո, առաջին ալիք, FM 107.7։ Այս երեկո Երևանի անունից արդեն 100 տարի խոսող մարդիկ պատմում են իրենց ու ռադիոյի սիրո, կախարդական առաջին լրատվամիջոցի մասին, որը մեկ դար առաջ սկզբնավորեց այսօրվա մեդիան, մտավ մարդկանց տներ ու խոսեց նրանց հետ։ Ռադիոյի մարդկանց շնորհավորելու եկած կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հավաստում է. Ռադիոն իսկապես իր դարի բոլոր մարդկանց անբաժան ուղեկիցն է եղել և այստեղ որևէ չափազանցություն չկա։ Եթե շրջենք բակում և ուղղակի անցնենք մարդկանց միջով, վստահ եմ, որ բազմաթիվ ձայներ կլսենք, որոնք այնքան հարազատ են հնչում։ Եվ ռադիոն ունի մոգական այդ ունակությունը, որ առանց տեսնելու հարազատանում է։ Եվ ձայնի միջոցով փոխանցելով թերևս ամենակարևոր տեղեկությունները և ամենակարևոր ասելիքը մտնում է ամեն մեկի ընտանիք, մտնում է մեր տուն և դառնում է դրա մի մասնիկը, առանց որի արդեն չես պատկերացնում քո առօրյան։ Այսպես է եղել մեր կյանքը։ Մայիսյան այս երեկոն, որով մեկնարկում են հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված միջոցառումները, նախ և առաջ սիրո մասին է, որ ռադիոընդունիչով, էկրանով կամ սմարթֆոնով ամեն րոպե հասնում է ռադիո լսողին կամ դիտողին, ասում է հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը։ Ռադիոյի բովանդակությունը կամ ինչպես հիմա երբեմն ասում են կոնտենտը ստացվում է մեր կյանքից, իսկ թե ինչպիսին է կյանքի կոնտենտը, մենք ենք ընտրում, կընտրենք սեր և խաղաղություն մեր կյանքում, դա կստանանք։ Կընտրենք հանրային ռադիո, կստանանք պարկեշտ, անաչառ ինֆորմացիա և չքնաղ երաժշտություն։ Ես իմ կյանքում սիրո, համերաշխության, խաղաղության մասին ամենագեղեցիկ երգերը, աշխուղական, ժողովրդական, հեղինակային, էստրադային, ռոք, նախ և առաջ լսել եմ հենց ռադիոյով։ Հանրային ռադիոն իբրև հայկական ռադիոյի իրավահաջորդ 100-ամյակի կապակցությամբ վերաբրենդավորվել է, օրեր առաջ ներկայացրել նոր լոգոն, իսկ ռադիոյի մշտամնաբրենդը Երևանն է խոսում նախադասությունը, որ հաղթել է ժամանակի բոլոր փորձությունները, պատերազմ, երկրաշարժ, հոսանքազրկումներ, դարձել է թևավոր խոսք, մեկ նախադասության մեջ հավաքել 100 տարիների ստեղծած արժեքը, մայրաքաղաքային խոսքուզրույցն ու անգամ խորհրդային բանահյուսությունը։ Խորհրդային ցենզուրայի պայմաններում հայկական ռադիոներ, որ շատ արհեստաբար ինքը շրջանցում էր սովետական գրականությունը։ Հայկական ռադիոյին հարցնում են և նա պատասխանում էր, հեգնելով զավեշտական սովետական բարքերը, դեֆիցիտը, հերթերը, կոմկուսը և այլն։ Եվ ես համոզված եմ, որ հայկական ռադիոն այդ ժողովրդական բանահյուսության կողմից, իսկ հայկական ռադիոյի անեկդոտները հորինում էին ամենտեղ, Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, բացային երկրներում և նույնիսկ արտասահմանում, եթե ես չեմ սխալվում, և հայնուհայությունը պատական չէին ընտրված, որտեղ մենք մի քիչ գլուխ գովանք, միշտ եղել ենք սրամտության խորհրդանիշներից մեկը։
Ռադիոականների սիրելի բառով ռադիոտնից այսօր հնչում են լեգենդար երգչախմբերի կատարումներ, ձայնագրվում են ժամանակի ամենապահանջված ստեղծագործությունները։ Միայն ռադիոտան մարդիկ են առավոտյան երգողարձանի մոտ հանդիպում ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին, աշխատելիս լսում հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի փորձերի ձայնը Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ, ռադիոյի բակում լսում Թովմաս Պողոսյանի Սայաթնովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի կատարումները։ Իսկ հանրային ռադիոյի, այսպես ասենք, չքնող նյարդը, ռադիոլուրը, աշխատում է 24/7 ռեժիմով անգամ այս համերգի պահին։ Այս ատեն ես կուզեմ խոսքը փոխանցել իմ մեկ այլ գործընկերոջ, այո, մի զարմացեք, որ ես արևմտահայերեն կխոսեմ, քանի որ եթերում արևմտահայերեն Անի Զեյթունցյանն է, Անի հոգիս Գաբի մեջ ես։ Այո, Արմինե, Երևանն է խոսում ամեն օր ժամը 2-ին։ Խոսում է Երևանը 2-ին։ Շնորհակալություն Արմինե, այո, հանրային ռադիոն կշարունակե իր գործունեությունը ոչ միայն Հայաստանի մեջ, այլև Սփյուռքի մեջ ապրող մեր հայրենագիտներուն առօրյան ներկայացնելով, ինչպես նաև այն հայրենադարձներուն, որոնք տեղափոխված են Հայաստան եւ իրենց առօրյան գլուսապանե արևմտահայերենով հանրային ռադիոն։ Հաջորդ թիվ ռադիոյի կենդանի ձայնը կհասնի Հայաստանի մարզեր, վաստակավոր կոլեկտիվներն ու սիրված արտիստները 8 համայնքներում կհնչեցնեն 100 տարեկան ռադիոյում ստեղծված ու հազարավոր սրտերի հասած մեղեդիները։ Անահիտ Սվարյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։